Համլետ, նստած ես, ժպտում ես, փիլիսոփայում ես, մի հատ ցեղասպանության մասին ինչի՞ չես արտահայտվում։ Արևիկ ջան, հերիք չի այդ կրեմերից այդ խոսած, բայց տրանսպորտի թանկացումը քեզ չի վերաբերվում։ Մենք մեր հեղինակությունը ձևավորում ենք ամեն օրվա մեր ընտրություններով։ Վատ կոնտենտ ավելի շատ սպառում են տղաները։ Օրգանիկ ինչը քեզ հետաքրքրում է, դու դա տալիս ես։ Թե ինչ են մարդիկ ուզում բլոգինգով փող աշխատել, դա հայտնի դառնալու մոլուցքն է։ Այդ բառը ընդհանրապես Հայաստանում օգտագործել է հայտնի, շատ ծիծաղելի է, բայց կմնաս հայտնի, դա է fast food հայտնի։ Դասական ինֆլուենսեր։ Եթերում Monk 3-ն է, հերթական Glumov Triptych եւ այսօր խոսելու ենք հայտնի մարդկանց հետ, ոչ այդքան հայտնի բաների մասին գուցե։ Իմ այսօրվա հյուրերն են Արևիկը, Համլետը եւ Ռուբենը, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք ձեր գրաֆիկներում։ Որտեղից եք գալիս իմիջելուց։ Ինչքան զբաղված եք այսօր, ուզում հասկանամ։ Ինչ եք հասցրել անել արդեն։ Ես վիդեո եմ նկարում, ոնց որ նրա մի մասն է անում, ինչից այսօր խոսելու ենք։ Ահա։ Վերջացրեցի եկա։ Առավոտվանց այդ մի գործ եք արել։ Չէ, մի քիչ է կարդացել եմ։ Գիրք։ Որտե կարող է թերթա կարդալ նորություններ։ Ես գիրկա։ Արևիկ, ինչ եք հասցրել արդեն անել այսօր։ Գիտեք, կանանց դեպքում լրիվ ուրիշ է լինում պատմությունը։ Միշտ։ Ահա, այն որ սկսում ես նախաճաշը, մանկապարտեզը, դպրոցը 7-ից, պայուսակը, չգիտեմ, փոշեկուլը փչացել էր, աշխատող եկավ, այդ ամեն ինչը կանանց կյանքում միշտ կա ու այդ ամենը տենց անտեսվում է, բայց կա այդ ամենը։ Բացի այդ բոլոր կենցաղային մամայական հարցերից, անտեսված հարցերից պրոյեկտ կա, որի անունը Դյութը է, խնամքի հետ կապված, վերջին քայլերն են կանում, իսկ դա նշանակում է, որ այն որ 24 ժամ տեքստերի վրա, ֆոտոշուտ, նկարներն եմ ընտրել, տեքստերի վրայով եմ անցել, փորձել եմ տան ինչ-որ հարցեր կազմակերպել, որպեսզի կարողանամ հիմա այստեղ լինել։ Համլետ, դուք ինչ կասեք։ Պարզ օր եմ ունեցել մարզասրահ, որոշ գործեր համակարգչով, մոնտաժ ու հիմա ձեզ մոտ եմ։ Դասական ինֆլուենսեր։ Մարզասրահից, չէ։ Չէ, բայց ընթացքում լատե սուրճ ախմել, եթե դասական ինֆլուենսեր։ Չէ, ես լակտոզայի հետ խնդիրներ ունեմ, ուղղակի ամերիկան։ Լակտոզ free։ Բայց հիմա սուրճեր կա, որտեղ որ կարծես թե կաթ կա եւ չկա։ Դե հենց այդ եմ ասում, եւ ինֆլուենսերը հենց այդպիսի սուրճ պետք է խմի։ Ինչպես է հայերեն ինֆլուենսերը, կան տարբերակներ։ Մեսրոպ Մաշտոցը որ մեզանց չնեղանա։ Ներազդող, ազդեցություն ունեցող մարդ։ Ոնց որ դեղի անուն լինի, ոնց որ անեստեզիոլոգ հայերեն, չէ՞, բայց սրանք հաստատված եզրույթներ չեն ուղղակի։ Ներազդող։ Ինձ թվում է ամեն ինչը պետք է որոնք թարգմանվում են ուղղակի ազդող։ Բլոգինգով զբաղվել այսօր դարձել է թե մոդայիկ, թե գումարաբեր, եթե կա այդպիսի հայերեն բառ, եւ ի վերջո եկեք հասկանանք գրող, դերասան, հաղորդավար, ռադիո հաղորդավար, HR-ի մասնագետ, հաղորդավար, ինչ մոռացա, պոետ եւ նաեւ բլոգեր։ Բլոգերը դա մասնագիտություն է վերջով, թե հոբի է, որ բացի հաճույքից եւ ճանաչելությունից բերում է նաեւ կլորի գումարներ, օրինակ։ Ես ինձ երբեք չեմ զգում, չեմ պատկերացնում բլոգեր, որովհետեւ տեսակով, չգիտեմ, կարող է լավ չեմ պատկերացնում բլոգերի գործունեությունը, բայց ես ինձ բլոգեր չեմ պատկերացնում։ Ինֆլուենսեր ասված ինձ ավելի է դուր գալիս, ոչ հայերեն տարբերակը իհարկե։ Հետաքրքիր մի բան կա, այսինքն կախված քո տեսակից, քո անցած ուղուց կամ պատահականությունից դու հայտնվում ես ինչ-որ միտեղ, որը հիմա այդ սոցիալական դաշտ ասվածն է։ Ամեն մեկը իր ճանապարհը ունի։ Ամեն մեկը իր ձևով է եկել եւ իր ձևով է իրեն ներկայացնում։ Կոնկրետ իմ դեպքում դա շատ օրգանիկ եղավ եւ դա շատ լավ այլընտրանք եղավ հեռուստատեսությանը, որովհետեւ երբ ունեցա երեխաներ, ինչ որ բաներ փոխվեցին իմ կյանքում, դա դարձավ մի տեղ, որտեղ ես ազատ եմ, ազատ ասվածը մի ուրիշ կողմից ավելի վատ է, որովհետև 24 ժամ դրա մեջ ես, բայց ամեն դեպքում դու ես որոշում քո ժամերը, գործընկերներին եւ այլն, որ հարմար ճիշտ տեղ եղավ, որտեղ ես հայտնվեցի ու հիմա այդտեղ եմ, բայց դա իհարկե մասնագիտություն չի։ Իհարկե չէ։ Ես կարող եմ ասել, որովհետև ըստիս իրականում գուցե մասնագիտություն դասական ընկալմամբ չէ, բայց ժամանակակից ընկալումներով կարծում եմ, որ բլոգինգը ինչ որ առումով մասնագիտություն է, հիմա բացատրեմ։ Ես դա եմ ուզում ասել, որ ես համոզված եմ, որ ոչ Հայաստանում համալսարաններում հաստատ արդեն մարդիկ կան, որոնք որ թե ուսումնասիրում են, թե սովորեցնում են։
Թվային մասնագիտություն է ըստիս, իսկ թվային մասնագիտությունները մեր օրերում հիմնականում հմտությունների վրա են կառուցվում։ Գուցե ոչ բոլոր թվային մասնագիտություններն են հիմա, որ ձեր նշած ակադեմիական կրթություն են օրինակ ենթադրում։ Հիմա արդեն ակադեմիական կրթությունն է, ակադեմիական կրթություն չի ենթադրում։ Դե հա, բայց վստահաբար բլոգինգը ինչ որ հմտությունների պաշար ենթադրում է, ու այսօր նաև բայց այսօր այն նաև կարգավորվում է վիճեք, մենք դա սիրում ենք։ Զբաղվածության առումով չէ, հարկերի վճարման եւ այլն, հետեւաբար չէ որ դու գումար եք վաստակում, իսկապես հարկեր եք վճարում, ձեզ ետևում է։ Միգուցե ես հին մարդ եմ, բայց մասնագիտություն բառը իմ համար այստեղ ես եմ։ Դրա համար ասացի ժամանակակից ու թվային։ Բայց մասնագիտություն բառը իմ համար այնքան sense խորքային է, այնքան լուրջ է։ Արի շունիկի պոչից բռնենք։ Ինչ է Արևիկ Ուդումյանը մասնագիտությամբ։ Հիշում ես։ Տնտեսագետ է Արևիկը։ Եվ ինչ որը աշխատել է հեռուստատեսությունում, PR-ում, ինչ որ կյանքի փուլերն ու գնում է։ Մասնագիտությամբ չես զբաղվել, բայց համարում ես, որ դա մասնագիտություն է, իսկ այն ինչ որ մասնագիտական կրթություն ստացել եմ ու 6 տարի ստացել եմ այդ ոլորտում։ օգտագործում ես դա առօրյայում։ Ես ասեմ, որ այս բնագավառում էլ ավելի շատ իհարկե օգտագործվում է։ Так, Management, marketing օգտագործում։ Ռուբենը որպես մարդ, որը խելացի գրքեր է գրում եւ կարդում է, մտածում է դեռ, բայց ժամանակն է արտահայտվելու։ Դե ես նախ կարծում եմ պետք է հասկանալ ինչա մասնագիտություն, այսինքն ոնց է դա բացվում։ Եթե ըստիս, եթե շատ པարզ փորձենք բացատրել, մասնագիտությունը դա մի բան է, որի միջոցով հնարավոր է նաև շահույթ ունենալ։ Այս ամենի մեջ տեղավորվում է ինձ համար այն, որ վիդեոբլոգինգը, ինֆլուենսինգը մասնագիտություն է։ Ճիշտ է, օրինակ Հայաստանում շատ երկար ժամանակ ուղղակի զբաղվածություն էր, երբ որ արդեն եւ գովազդատուները եւ ընդհանրապես մեդիայի մարդիկ հասկացան, որ իրանց ազդեցությունը մեծ է ու նաեւ սկսեցին շատ հաճախ, կարծում եմ հիմա ավելի մեծածավալ ինֆլուենսերներին պատվիրել գովազդներ, քան հեռուստատեսության, որովհետեւ դա եւ ավելի շահավետ է եւ ավելի թիրախային ու կարծում եմ սրանով արդեն դարձավ մասնագիտություն։ Հայ ես համաձայն եմ Արևիկի հետ, որ մասնագիտություն բառը մի քիչ ակադեմիական շուրջ երանգ ունի, ու ինչ որ համալսարանական բան է իրանից ենթադրում, բայց այն դարում ենք ապրում, որ այսօր կան նաև արհեստական բանականության մասնագետներ, որոնք, չգիտեմ, նկարի համար նկարագրություն են գեներացնում, որը չի կարող անել սովորական մարդ, բայց դա համալսարանում չեն սովորացնում։ Բայց դա մասնագիտություն է։ Լուրջ սկսեցին վերաբերվել բլոգերներին աշխարհում, երբ որ հասկացան, որ նրանք ոչ միայն կարող են ղեկավարել ամբողջները խելագարված, այլ կարող են այդ ամբողջներին ինչ որ բան հասցնել։ Ինչու է այսօրվա ժամանակաշրջանում այն ինֆորմացիան, որ տալիս եք դուք, բլոգերները, վիդեո բլոգերները, ավելի է շուտ հասնում այն մարդկանց, որոնց դա պետք է հասնի, եւ որն է դրա ամենամեծ գաղտնիքը։ Ինձ թվում է մենք թվային դարաշրջանում ենք ապրում, դա է խնդիրը եւ մեր ուշադրության սպեկտրը բավականին քչացել է ու դրա համար մարդիկ ավելի հակված են սպառելու կարճ տևողությամբ բովանդակություն, ավելի արագ, չեմ ուզում ասել մարսվող, բայց արագ իրենց հասնող ամենայն դեպս եւ ընկալվող այո տեղեկություն, գուցե դրա համար մարդկանց թվային մարդկանց դերը այս առումով ավելի ծանրակշիռ է դարձել մեր օրերում։ Ինձ թվում է այստեղ շատ կարևոր է էմոցիան, որովհետև ամեն մեկը համացանցում գտնում է իր մարդուն, իր մարդկանց, ով այդ պահին իրեն հաճելի է։ Կամ ում միգուցե կարող է ասի այդքան էլ չեմ սիրում, բայց հետևում է, այսինքն տվյալ մարդը հեռախոսի այն կողմից ինչ որ բան ունի իրեն տալու։ Ինչու են մեծ ընկերություններ դիմում ինֆլուենսերների, ինչու դա սկսվեց առհասարակ աշխարհում, որովհետև X մարդը Y-ի վրա ավելի լավ է աշխատում, ավելի հեշտ է ազդում, որովհետև ամեն օր հետևելով դու որոշակի կապ ունես տվյալ մարդու հետ, ինֆլուենսերը, բլոգերը ով է, եւ դու վստահում ես իրեն։ Այստեղ շատ պատասխանատու պահ կա, որ եթե դու ազնիվ մարդ ես, դու արդար մարդ ես, այստեղ շատ է բարդանում։ Եթե հեռուստատեսությունում ես աշխատում, որոշված է, որ հովանավոր է կոնկրետ ինչ-որ մի բրենդ, դու չես ընտրում, դու դրա մաս ես, հա, իսկ այս դեպքում դու պետք է վստահես այդ բրենդին, այդ ապրանքին ու ծառայության։ Դու ազնիվ մարդ ես, թե ազնիվ մարդ չես, ինչ դե այստեղ ամեն ինչ էմոցիայի վրա է, պետք է հասկանալ ով ումա հետևում։ Էլ չասեմ, որ մեր դեպքում, Հայաստանի դեպքում այնքան դա պարզ է, այսինքն նախ կարելի է հեշտությամբ հասկանալ մարդու ազնվությունը էկրանային կողմից, բայց
բացի դրանից մենք բոլորս մի հատ փոքր քաղաքում ենք ապրում, որտեղ իրար ճանաչում ենք, ծանոթի ծանոթ կա եւ այլն, եւ արդեն ամեն մեկը իր ինֆլուենսերին գտնում է։ Եվ եթե վստահում ես, դու վստահում ես, որ եթե մի բան նա պատմում է, ուրեմն ինքն էլ է հավատում, ինքն էլ է փորձել։ Համենայն դեպս իմ համար ազնիվը դա է՝ գովազդելուց առաջ իմանալ ինչ ես գովազդում, պրպտել, վստահ լինել եւ գնալ առաջ։ Կտրականապես ոչ։ Կարող եք թվարկել 3 մերժված պրոդուկտները, օրինակ։ Պրոդուկտներ դժվար կլինի ասել։ Նախ օրինակ իմ փորձով ես գովազդում եմ այն ինչ որ սովորաբար ինքս կամ փորձում եմ կամ իմ ապրելակերպի մի մասն է։ Եթե ես օրինակ աշխատում եմ ինչ-որ X բանկի հետ, ես այդ բանկի օգտատեր եմ վստահաբար ու օգտվում եմ իրենց ծառայություններից, դրա համար գովազդում եմ եւ այդպես ամեն ինչ։ Կարող եմ ասել ոլորտներ, որոնք դժվարությամբ կհամաձայնեմ կամ գուցե չեմ համաձայնի։ Դրանք հիմնականում կապված են մարդու առողջության, մտավոր առողջության հետ առնչվող ոլորտների հետ։ Կապ չունի իշխանական կտան, թե իհարկե կապ չունի, ոչ։ Իրականում Արևիկը շատ ճիշտ բան նշեց մեր հեղինակության հետ կապված, որովհետև ինչու, որովհետև դա այդտեղ շատ մեծ ռիսկ կա։ Մենք մեր հեղինակությունը ձևավորում ենք ամեն օրվա մեր ընտրություններով, որովհետև մեր ամենօրյա ընտրությունները լուսաբանվում են մեր էջերում եւ ցանկացած պահից մեկ սխալ որոշում կարող է ուղղակի քո հեղինակությունը ջուրը գցել։ Դրա համար մենք շատ ոչ թե ուժեղ ենք, այլ զգուշավոր եւ շատ երկար ենք մտածում։ Իրականում այս ոլորտը սարսափելի այդ կողմից լարող է։ Մի կողմից մտածում ես շատ լավ է, դու որոշում ես ով է քեզ նկարում, ով է մոնտաժում, մանավանդ ունենալով հեռուստատեսային փորձ, հասկանում ես, որ դու քո ինչ որ ուզած մարդկանց հետ լավ պրոդուկտ ես ստեղծում։ Այդ առումով հավես է, բայց մյուս կողմից դու 24 ժամ լարված ես, որովհետև այո, նույնիսկ կարող է չուզելով մի նախադասություն այլ կերպ ընկալվի, իսկ մենք այսօր գիտենք, որ այսօր եւ մի կողմից ազատ ենք տարակարծիք լինելու մեջ, եւ մյուս կողմից հիմա շատ տարօրինակ է այսօրվա ազատությունը։ Ամեն քո նախադասություն կարող է պարզվի ինչ որ մեկին խանգարեց ինչ որ մեկի ազատությունը, ոնց մի հատ խառը պատմություն է, բայց դրա արդյունքում բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ որ չափով հանրային են, բոլորը լարվածություն ունեն, որովհետև զգույշ պետք է լինես։ Ո՞վ են դուք ունեք այդպիսի լարվածություն եւ ինչ եք մտածում։ Ինչո՞ւ ձեր ասած ավելի շուտ հասնում։ Ինչի դուք պիտի մեզ համոզեք ով է այն 5 մարդը, որ ամեն առաջինն են արել ինչ որ մի բան։ Իրականում սենց բան ասեմ, կա այսպիսի մի հատ փաստ, որ վիդեոբլոգերների եւ ինֆլուենսերների ազդեցությունը համեմատական, եթե տանում ենք սելեբրիթիների հետ, ավելի հաղթող է ու ավելի ծանրակշիռ։ Մի հատ շատ Քիմ Քարդաշյանը լոլիկն է դեցենց նոր, բայց ոչ դեպի մեզ։ Դե Քիմ Քարդաշյան եթե վերցնենք, պետք է համեմատականում վերցնենք այդ կալիբրի, կներեք, այս բարի Ինքը իմիջալից ով է ըստ ձեզ։ Ինֆլուենսերը թե թվային տիրություն ինֆլուենսերը։ Հա, երեք ավելի ինֆլուենսեր։ Թե սելեբրիթի։ Ես կարծում եմ ինչ ուզի։ Հա, ես մի քիչ տենց ինչ ուզի է։ Իր պարագայում ճիշտ է։ Իր պարագայում երկու երնեք մեկտեղ միշտ լինում է։ Ինչ։ Համաձայն եմ Արևիկի հետ լրիվ։ Այստեղ մի հատ շատ կարևոր պահ կա, երբ որ սելեբրիթիները շատ անմիջական կապի մեջ չեն իրենց լսարանի հետ ու ավելի անհասանելի տիրույթում են, իսկ վիդեոբլոգերները եւ ինֆլուենսերները չէ, սա ստիպում է մարդկանց հոգեբանորեն կապվել իրանց հետ ու մի հատ շատ փոքր գործիք կա, որը իրականում փոքր է թվում, բայց շատ հզոր է իր ազդեցությունը, դա story ասվածն է, որի միջոցով վիդեոբլոգերները այնքան են կարողանում լսանին կապել իրենց, որ եթե օրինակ վերցնենք Լեոնարդո Դիկապրիոյին ով ասի մի հատ կմտնեք, սենց բան անեք եւ մի հատ իր մասշտաբի վիդեոբլոգեր դա ասի, միանշանակ երկրորդ դեպքում ազդեցությունը եւ հոսքը ավելի մեծ է լինելու։ Իսկ ով է որ վիդեոբլոգերն է իր մասշտաբի Դիկապրիոյի կամ ես ուզում եմ օրինակ հարցնել ձեզ Լիոնել Մեսսի կամ Կրիստիանո Ռոնալդոն, նրանք սելեբրիթի են, չէ՞։ Դե Ռոնալդոն վերջերս մի քիչ վիդեոբլոգերն է, չստացվեց։ Ուզում ասեմ, նրանց են վստահում, թե ոչ։ Մեկ էլ այդ մասշտաբի մասին, ով է Դիկապրիոյի մասշտաբի ինֆլուենսեր աշխարհում։ Դե կա օրինակ Mr. Beast անունով ինֆլուենսերը, ով ամենաազդեցիկ մարդկանցից է այս բանը։ Բարի պոզիտիվ փիլիսոփա։ Մարդ, որը որ հարցեր է տալի եւ ստանում է ծիծաղելու պատասխաններ հայտնիներից։ Մարդ, որը որ մեզ ինչ որ գիտելիքներ է տալի եւ ձեր կողքին այդ նույն բնակավարում գոյություն են մարդիկ, որոնք որ sense ինչ որ գումարներ են ձեռներում, պատտվում են փողոցներում, ինչ որ անհետ բաներ են անում եւ այլ ավելի շատ հետևորդ ունեն,
ել ավելի շատ գումարներ են համոզված եմ աշխատում եւ միգուցե ձեր նման երբեք չեն ասի, որ կան ոլորտներ, որոնք որ ես չեմ գովազդի, օրինակ։ Որտեղ է ճշմարտությունը։ Հուսանք օրենքը իրենց կարգելի գովազդել այն ոլորտները, որոնք պետք չի գովազդել, բայց եթե գովազդել կարելի է, կա այդպիսի գովազդ, որ չի կարելի գովազդել։ Ինտերնետի օրենքները ո՞րն է։ Կա հիմա կարգավորումներ, կան ոլորտների, որոնք վստահաբար չի կարելի գովազդել, այլ հարց է, որ դրան կարող են օրինակ թաքնված կերպով հայտնվել այս կամ այն բովանդակության մեջ, բայց հեռուստատեսությունում էլ է, չէ, այդպես։ Իրականում ժամանցային կոնտենտը շատ հաճախ գուցե ցավոք մեր պրակտիկան ցույց է տվել, որ ավելի շատ է սպառվում, ավելի լավ է սպառվում, քան օրինակ նույն ինտելեկտուալ բովանդակությունը, որը ստեղծվել է ավանդական մեդիայում։ Այստեղ նույն պատմությունն է ինձ թվում է եւս։ Կրկնվում է ամեն ինչ։ Համենայն դեպս մեխանիզմները եւ բանաձևը նույնն է ինձ թվում է։ Մենք չի փոխվել եւ անկամ ինստերերը եւ այս digital data ոչ մի բան չի փոխել մարդկանց ուղերձները։ Իրականում ավելի բաց ու ազատ է դարձել, հնարավորությունները շատացել են եւ լավի եւ վատի։ Ես միշտ մի նախադասություն եմ ասում էի վատ սերիալ նկարողը պետքա գիշերը հանգիստ չքնի, ինչ որ այնքան էի դա ասել։ Պետք է դժոխքում այր բի եկան։ Հիմա նայեք, շատ հանգիստ քնում են։ Հիմա վատ սերիալ նկարող կա, վատ կոնտենտ ստեղծող կա, էլ չասեմ, որ վատն ու լավն էլ դա շատ սուբյեկտիվ է։ Ուղղակի համացանցը տվել է դրա, եթե այն ժամանակ այսքան հնարավորություն կար, այսինքն դու կարելի լինեիր շատ տենց հեշտ մարդվող հաղորդման մեջ լավ ռեյտինգով եւ ոչ այդքան լավ ռեյտինգով, բայց քո հոգուն համապատասխանող ինչ որ մի բան ստեղծեիր, դրա ընտրությունները շատացել են։ Այսօր դու կարող ես անել ամեն ինչ, այսինքն համացանցը թույլ է տալիս ցանկացած մեկին ով ունի հեռախոս աղմուկ բարձրացնելով, չգիտեմ, ինչ որ այդ հայփ ասվածի շնորհիվ եւ այլն, ինչ ասես կարա ստեղծի, բայց հենց այդ է, որ ամեն մեկը ստեղծում է այն ինչ որ իրան է համապատասխան, ամեն մեկը կատարում է ընտրություն, ինչ ունենա, ինչպես ապրի, ոնց քնի գիշերը։ Ռուբեն, հանգիստ եք քնում։ Ես հա։ Ոչ մի բանի համար չեք աման չէ։ Չէ, իհարկե ալիքա մոտ։ 266 նյութ եք տեղադրել, 260, այո, YouTube-ում չէ, Instagram-ն են ջում։ Instagram, okay։ Ես հաշվել եմ։ Չգիտեի։ 266։ Երբեք չէի նայել։ Ոչ մեկի համար չեք ամանչում։ Չէ, որովհետև եթե այդ նյութը հրապարակված է, ուրեմն շատ լավ մտածված է ինչ հրապարակվել է, շատ լիքը ոնց որ խոսակցականով ասած գցած բռնած է հրապարակելուց հետո, որպեսզի դա որևէ մեկի արժեքին չվնասի, որևէ մեկի ինչ որ կարգավիճակին չվնասի, բայց իհարկե լինում են երբեմն սցենարական թերացումներ, որոնք հետո են ի հայտ գալիս։ Տենց բաներ լինում են, բայց սրա տոկոսը շատ փոքր է։ Իսկ վատ կոնտենտի ու լավ կոնտենտի մասով ես կարամ ասեմ, որ վատ կոնտենտով հայտնի դառնալը շատ հեշտ է, շատ։ Եվ մարդիկ բնականաբար շատ հաճախ ընտրում են հեշտ ճանապարհը։ Եվ ընդհակառակը լավ կոնտենտով լսան հավաքելը շատ դժվար է։ Հիմա ուզում եմ հասկանամ միջինում յուրաքանչյուրդ գաղափարը ծնվելուց մինչև տեղադրելը ինչքան ժամանակ է անցնում։ Մի հատ ինձ ասեք։ Շատ հարաբերական կախված ինչ կոնտենտ։ Շնորհակալ եմ ձեր պոզիտիվ փիլիսոփայական ելույթները մեքենայից։ Հա, միջից ուզում եմ հասկանալ, դա եղել է միջև են հայտնի ձածան։ Որ մեկը մի հատ ռուս կա, որ ժպտում է։ Այո։ Հա, այսինքն դուք եք առաջինը։ Ես առաջինը չեմ, դա շատ թրենդային ֆորմատ է մեքենայից խոսելը, այո, արևմտյան դաշտում թվային վաղուց կա, գուցե մեր Դա ինչպես է, ինչքան ժամանակ է դա տևում եւ ինչ եք մտածում, ինչ եք ուտում, որ այդպիսի մտքեր գալիս են։ Այնակ առավոտյան արտանում եք եւ լոգանք ընդունելուց ասում եք, այսօր պետք է խոս, թե ոնց է դա լինում։ Պլանավորել եք Իրականում այդ մտքերը գալիս են տարբեր իրավիճակներում, դա կարող է գալ ինչ որ գիրք կարդալիս, ինչ որ բան սպառելիս, կարող է ուղղակի քայլելիս եւ այլն։ Ես ունեմ նոթերի բաժին իմ հեռախոսում, որտեղ գրվում են ի սկզբանե այդ մտքերը, որոնք հեռախոսը ձեզ մոտ է հիմա։ Այո։ Կարող եք ընթերցել մեզ վերջին ձեր գրված նոթը։ Եթե դա պետական գաղտնի չկամ անձնական։ Չէ, չեմ կարծում։ Կարող եմ ընթերցել մի բան, որ ինձ թվում է մինչև այս հաղորդումը եթեր գնալը արդեն իմ Instagram-ում կլինի, բայց կարող եմ առաջին այստեղ ընթերցել։ Պրեմիերա։ Համաշխարհային պրեմիերա։
Դե լավ։ Այս վերջերս մտածում եի, որ մենք անդադ քննարկում ենք ու բոլորից խորհուրդներ ենք լսում, ինչ որ հակում ունենք համենայն դեպս մեր հանրության մեջ ու մի հատ միտք եմ գել այն մասին, որ պետք է դադարել ամեն ինչ քննարկել ու խորհուրդներ ընդունել բոլորից ու պետք է լսել միայն այն մարդկանց, ովքեր կյանքում այն ճանապարհն են արդեն անցել, որը դու ես ուզում անցնել ու այն մարդկանցից, ովքեր կյանքում այնտեղ չեն, որտեղ դու ես ցանկանում լինել, խորհուրդներ չլսել։ Սա ինչ որ մտքերի արդյունքում ծնված նոթ է, որը հետագայում կդառնա մեքենայում ասված ինչ որ մի հոլովակ, որը դուք կսպառեք Instagram-ում։ Քանի օր առաջ էր դա ծնվել եւ երբեք ձայնագրել, այ ուզում եմ, դա ինչ կա, 2 շաբաթ է անցնում, 1 օր, 3 օր Բարբերություն կա այնտեղ, որ պետքա տեղադրեք, ինչպես է դա։ Քանի որ ես միայն բլոգինգով չեմ զբաղվում իմ կյանքում, վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր միայն բլոգեր են, իրենց զբաղվածությամբ, այսպես ասած, ունեն շատ հստակ պլանավորում, օրինակ, չգիտեմ, պլանավորում են կոնտենտի օրեր եւ այլն, այո, իմ դեպքում դա ավելի երբ ստացվի սկզբունքով է արվում, այսինքն կարող է չգիտեմ, հանդիպումից առաջ մեքենայում ժամանակ ունենամ 15 րոպե արագ ձայնագրեմ եւ այլն։ Ինչ որ հստակ պլանավորում չկա։ Վերջ, այդքանը։ Ձայնագրում եմ, մոնտաժում եմ։ Արևիկին է ավելի դժվար է կարծես, թե նա աղջիկ է, մեյքափ, աշխատող կողմ եւ այլն։ Դա ինչքան է տևում այդ ամենը։ Իրականում մեյքափը այս պատմության ամենահեշտ ու հստակ պահերից է։ Իմ էջի վիդեոները շատ տարբեր են։ Ու ինձ թվում է բոլորը կփաստեն, որ ամենատխուր պահերից մեկը համացանցի այն է, որ այն վիդեոն, որի վրա դու կարող ես ամենաքիչ էներգիան ու ամենաշատ դիտումները ունենա, բայց եթե այդպես նայես, դու պետքա գնաս այդ հոսանքի հետևից ու քեզ դեմ լինես։ Դրա համար պետքա դրան չնայել։ Այդ իհարկե տխուր է, որովհետև կարող է լինի վիդեո, որը օրեր մտածես նկարահանվի տարբեր օրեր, որովհետև պետք է, որ այստեղ ուրիշ ձև լինես, այն ուրիշ լինի, այնտեղ առավոտ է, երեկո, այստեղերը տարբեր։ Դժվար է կյանքը։ Հա, իհարկե, ու այդ ամենը 1.5 րոպեվա ընթացքում։ Հաճախ լինում է, որ մարդիկ, ովքեր ոլորտին մոտ չեն, կամ մոտ են, օրինակ, այնց հին ձևով հիշում են հեռուստատեսությունում ոնց են ռեպորտաժ նկարում, հա։ Ռեպորտաժ։ Այս դեպքում գնում ես ինչ որ 3, 4, 5 ժամ sense non-stop ստեղծում ես ու այն որ ասում են այդ հետո մի րոպե է դառնալու ու իրոք անհավատալի է մարդկանց համար որ դա մի րոպե է դառնալու բայց հենց այդ է որ այդ 1.5 րոպեվա ընթացքում այդ խտացված ինֆորմացիան, խտացված կադրերը պետք է լինում դնել այնպես որ եւ չվախացնես արագությամբ եւ լինես համահունչ։ Ուզում եմ ասել արևիկի պարագայմիչից պիտի վախենեմ։ Ընդհակառակ։ Հա, լինես համահունչ ժամանակին։ Չէ, ընդհանուր ուզում ես դիտես։ Ես sense կարամ ասեմ, որ այն կոնտենտը ինձ մոտ, որը գովազ չի պարունակում, տենց հարաբերական է, այսինքն լինում է որ 1 օրում ինչ որ միտք է գալիս, որը կարամ հեռախոսով նկարեմ, տեղադրում եմ կամ միտք է, որը պետքա 10 օր նկարել, բայց գովազների դեպքում, եթե գալիս է պատվերը, միջին թիվ կարող եմ ասել, սցենար գրել, նկարել, մոնտաժել, տեղադրել 5-ից 7 օր sense։ 5-ից 7 օր։ Այ երեքդ էլ ինչ որ պահին շատ կարևոր բան ասացիք, որ շուրջ ուզում եմ որ քննարկում ծնվի գոնե։ Շունն է կառավարում պոչը, թե պոչն է կառավարում շանը։ Շան պարագայում շատ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետև մարդկության կեսը համոզված է, եթե շունը ունենա լավ տրամադրություն պոչիկը այդպես պատտվում է, մարդկության այն մյուս կեսն է ասում է, եթե պոչիկը պատտվում է, ուրեմն շունը դրանից լավ տրամադրություն ունի։ Դուք եք կառավարում իրենց թե նրանք են ձեզանից պահանջում ինչ նկարել, ինչպես հագնվել, ինչպես խոսել, ոնց մոտենալ եւ որտեղ է ոսկե միջինը, եթե նա գոյություն ունի։ Ասեմ մի բան, որ շատ հաճախ երբ որ ինչ որ մի բան լինում է մեր պատկերացրածից վատ անորակ, մեր պատկերացրածից եմ ասում, որովհետեւ շատ սուբյեկտիվ է։ Լինում է այսպիսի նախադասություն կա պահանջարկ։ Չէ՞ մենք շատ հաճախ տեսնում ենք հեռուստատեսությամբ, տեսնում ենք ինտերնետում մեր պատկերացրած վատը ու ստեղծողները կարող է ասեն, որ կա դրա պահանջարկը, բայց այստեղ կարծես է մյուս կողմը հեշտ անորակը նույն հեշտ ընկալվողի շարքից է, այսինքն եթե ամեն մեկը իր վրա մի քիչ պատասխանատվություն վերցնի, մի քիչ լավացնի որակը, լավացնի կոնտենտը, էլ այդ պահանջարկն էլ չի լինի, այսինքն պահանջարկ առաջարկի մեջ բնականաբար կարող է լինի պահանջարկը այլ բանի, բայց դու էլ պետքա քո կողմից այն տաս, ինչ որ քեզ է մոտ ու այդտեղ էլ արդեն պահանջարկն էլ է փոխվում։ Միջև տղաները այդ հարցին պատասխանեն, ես ուզում եմ հստակ ասել, որ ես
ազնվությամբ եմ ասում, մեր հասարակությունը Breaking Bad-ի նման սերիալների պահանջարկ ունի։ Ով է տալու այդ սերիալը մեզ Հայաստանում։ Ուր են այդ մարդիկ, որոնք որ կարան գրեն այդպիսի սցենար, այդպիսի նկարահանում կազմակերպեն եւ այլն եւ այլն։ Գումարը։ Որտեղից գումարը։ Ուր է գումարը։ Այո։ Հասանք այն հրայեի անեկդոտին, որ ասում է, այս գումարը քեզ որտեղից, ասում է, տումբուչկայի մեջից։ Չէ, Գորջան, հիմա քո ասածը գիտես ինչին նման, որ օրինակ ասենք մենք բոլորս պահանջարկ ունենք, չգիտեմ, բարձրակարգ մի բանի կամ շատ համով, շատ սիրուն։ Բարձրակարգի մասին չէ, Breaking Bad-ը դենս չի որ բարձրակա, ուղղակի չէ, բնականաբար ծախսատար սերիալ է։ Այո, ծախսատար սերիալ է։ Մենք այդ բնակավարի մասին չենք խոսում, չէ, հիմա։ Չէ, մենք հիմա նայեք, եթե համեմատական ենք տանում, ասում ենք որ պահանջարկ։ Մետալիկա է պահանջում։ Չեն պահանջում։ Մետալիկա չեն պահանջում։ Հա, մետալիկա դժվար պահանջել, ինձ թվում է լայն։ Այ հենց դրա մասին ենք խոսում, որ մետալիկա չեն պահանջում։ Ու դրամա գալիս է Թաթուլը։ Չէ, ինձ թվում է այս համատությունները գուցե ոչ այդքան տեղին են ինֆլուենսինգի եւ մեր աշխատանքի առումով մեր սանի հետ, որովհետեւ իրականում մեզ մոտ այդ պահանջարկ առաջարկը մի քիչ այլ սխեմայով է աշխատում։ Դու ի վերջո քո լսանի հետ ձևավորում ես որոշակի bubble ու այդ տարածության մեջ ես աշխատում պահանջարկի եւ առաջարկի հետ։ Ես իմ օրինակով փորձ եմ բացատրել միտքս։ Յուրաքանչյուր ունեք փոքրիկ կղզի կամ հանրություն, որի հետ աշխատում ենք եւ որը մեզ օգնում է բանաձևել այդ պահանջարկ եւ առաջարկ։ Օրինակ ես ունեմ կոնտենտի տեսակ, որի մասին խոսեցինք, մեքենայից արվող պոզիտիվ փիլիսոփայությունները իրականում շատ լավ բնորոշում էր, այսպես ոչ ոք չէր բնորոշել դեռ։ Շնորհակալ եմ, Գորի, ես կօգտագործեմ հետագայում։ Գուցե բիոյումս փոխեմ, գրեմ այն պոզիտիվ փիլիսոփայող մեքենայի միջից։ Պոզիտիվ փիլիսոփան։ Փիլիսոփան, այո։ Ինչևէ, ես ունեմ այդ շարքը, որը ամենապահանջված շարքն է իմ ֆոլովերների շրջանակում եւ դրան զուգահեռ անում եմ օրինակ շարք, որը միտված է ժամանակակից հայ պոեզիան ռոպագանդելով, որովհետեւ ինքս գրող եմ, դա ինձ համար կարեւոր է։ Փորձել եմ նաեւ այլ շարքեր անել ժամանակին, բայց հասկացել եմ, որ միևնույն է իմ լսարանի պահանջարկը, իմ ինֆլուենսեր կերպարի ընկալումից ելնելով ավելի շատ միտված է հենց այդ փիլիսոփայությունները սպառելուն։ Եվ դրա համար այս առումով ես այո իմ լսարանի պահանջարկի չեմ ուզում ասել զոհը, բայց հետևողն եմ, որովհետև ես այդ շարքը անում եմ նաև այդ միտքը ունենալով, այո, որ դա ամենաընդունելի կոնտենտն է, եւ զուգահեռ անում եմ նաև այն ամենը, ինչ որ ինձ համար գուցե այդ պահին ոչ թե ավելի հոգեհարազատ է, այլ եւս կարեւոր է, այսպես ասեմ։ Դրա համար մեր դեպքում, օրինակ ես եթե սկսեմ անել ինչ-որ հումորային կոնտենտ, իմ լսարանը դա ինչքան էլ որ լինի լսարան, որը գուցե այլ ինֆլուենսերի հետևում է հենց նույն հումորային կոնտենտի համար, ինձնից դա չի սպառելու, որովհետև իմ մասին այս ընկալումը այլ է։ Այո։ Ռուբեն, համաձայն եք։ Ոչ թե որոշված են, այլ որոշվում են, այսինքն ավելի ճիշտ փոփոխվում են։ Էվոլյուցիայի տեղ ունենք։ Իհարկե, ես կարծում եմ, որ պետքա հետևել լսանի պահանջարկին, դա նկատի ունենալ, բայց այնքան մինչև քո անհատականությունը չկորի, որովհետև լսարանը միշտ կարա ամեն ինչ պահանջի, տարբեր բաներ քեզնից պահանջի, բայց կա մի հատ սահման, որը երբ որ դու անում ես դիտումների համար, այսինքն կամ հավասարա դա իրենց պահանջմունքը բավարարելուն, այդտեղ կարող է քո անհատականությունը կորի եւ շատ տես դեպքեր են լինում։ Շատ որ դու տեսնում ես մի հատ ինֆլուենսեր, մի հատ ինչ-որ կոնտենտ է տալիս, մեկը ինչ-որ պահից կոնտենտի որակը ընկնում է, որովհետեւ դու հասկանում ես, որ ինքը ընկել է հենց այդ պահանջարկի հետևից։ Ես կարծում եմ, որ նույնիսկ եթե դու որոշակի կոնտենտ ես ստեղծում, որը չի ունենում այն հաջողությունը, որը քեզ բերում է մի հատ կոնտենտ, որով քեզ ճանաչում են մարդիկ, եթե սա քո անհատականության մասին է, դու գիտես, որ սա որոշակի արժեքներ է փոխանցում, որոշակի թիրախի, կարծում եմ դա արդեն բավարար է, որպեսզի շարունակես այդ կոնտենտը ստեղծել։ Եթե դու տեսնում ես, որ քիչ դիտումներ ունես ու ասում ես, օքեյ, ես պետքա իրանք սա են պահանջում, ես անպայման սա անեմ, բայց այդ պահանջը դուրս է քո արժեքներից, ոնց որ շատ անհատական է, ես ինքս արդեն չեմ գնա դրա հետևից։ Այսինքն ստեղ արդեն պահանջարկը ստոպ կլինի։ Ես կսկսեմ պնդել, որպեսզի մարդիկ փորձեն սա նայել։ Եվ ինձ մոտ նույնիսկ ես ունեմ կոնտենտ, որ դա ստացվել է, որ պնդել եմ ինչ-որ բան, որ մարդիկ սա լավ բան է, ու դա սկսել է աճել ու դառնալ mainstream։ Իսկ հնարավոր չէ ավելի անկեղծ լինել եւ օրինակ ասել,
որ գիտես ինչ, ես չեմ կարա, անգամ եթե ուզեմ էլ այդ գումարներ վերցնեմ, գնամ փողոցում մարդկանց կամ ու չգիտեմ ինչեր ասեմ։ Թե կարող եք, կամ ես չեմ կարա, ինչ որ հայտնի պարուհիներ կան, չէ՞, բավականին, որոնք որ միայն պարում են։ Կամ պարային շարժումներ են։ Դե հիմա ինձ եկեք ստիպեք այդ պարային շարժումները, ես չեմ կարող։ Ես պարզապես դա չեմ կարող անել, շատ կուզեի, բայց չեմ կարող, դա իրենց ոլորտն է։ Բայց այդ թեմայի վրա ֆիքսվել, որովհետև դրանք տարբեր են։ Հիմա ոնց որ հաղորդավարներն են շատ տարբեր, դերասաններն են տարբեր, մեկը մյուսի հետ կապ չունի։ Դեր բառը այստեղ այդքան էլ երևի գուցե դա մեզ շեղեց, որովհետև մենք ոչ թե մեր դերն է որոշված, այլ մենք այնպեսին ենք ինչպեսին կանք եւ մեր կոնտենտը արտացոլում է այն, այսինքն դուք չեք ով ենք, ոչ բացարձակապես։ Ինչպեսին դուք կաք։ Կոր պատկերացրու Երևանի նման քաղաքում մարդ խաղա։ Բան գտա կարծում եմ բացատրություն, մենք մարդկանց տալիս ենք այն, ինչից լավ ենք, եւ կան լիքը մարդիկ, ինչ կարող եք տալ։ Եվ լիքը մարդիկ կան, որոնք տալիս են ինչից վատ են։ Ահա, եւ մենք տալիս ենք վատը։ Դա է։ Շատ ճիշտ է, որ օրգանիկ ինչը քեզ հետաքրքրում է, դու դա տալիս ես, այսինքն ես եթե սիրում եմ մաշկի խնամք ու շատ ամիսներ, տարիներ դրա մասին շատ խոսացել եմ, ավտոմատ իմ էջը ինչ որ չափով հստակ տարիները խնամքի մասին է, ոչ թե ավտոմեքենայի խնամքի մասին։ Եվ այդտեղ հետաքրքիր է, որ առաջարկը նաև այո, բերել է իր հետ պահանջարկ, արդեն ինձնից դա սպասում են։ Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր սկսել են ավելի ուշադրություն դարձնել բաղադրությանը, կարևորությանը, վնասակարությանը, խնամքի էտապներին, այդ ամեն ինչը շատ օրգանիկ է ստացվում, որովհետև դու այդ փուլում ես։ Երբ ես սկսեցի երեխա ունենալ, զբաղվել երեխաներով, բնականաբար իմ էջը ավելի ընտանեկան դարձավ։ Այսինքն դու օրգանիկ գնում ես առաջ, եթե դու հետաքրքիր ես ու ունես ասելիք, բոլորը միասին գնում են։ Կարելի է ասել, որ ձեզ չի հետաքրքրում իրենց ինչ է պետք։ Դուք ապրում եք ձեր կյանքով եւ անում եք այն, ինչ որ ձեզ դուր է գալիս, եւ շատ լավ որ ինչ որ մարդկանց դուր է գալի դա։ Ես օրինակ ուզում եմ տալ ինֆորմացիա, բայց ես գիտեմ, որ իրանք պահանջում են ավելի շատ հումոր, եւ ես ասում եմ, օքեյ, ես այս ինֆորմացիան իրանք կտամ հումորով։ Այսինքն, այդ պահանջարկի ու առաջարկի մեջ նաեւ պարտադիր չի մեկը ընտրել, այո, ոսկե միջին է գտնում։ Չէ՞ որ մենք բոլորս մարդ ենք եւ չէ՞ որ մենք բոլորս նաեւ հասարակության անդամ ենք եւ շատ դեպքերում ես ին վրա օրինակ բերեմ, որ ձեր վրա չլինի, ինձ գրում են հերիքա զարմանաս, այդքան լիքը հարցեր կա, որի շուրջ չես զարմանում օրինակ։ Տենց ռուբրիկա է զարմանալու։ Ես զարմանում եմ, տենց ինչ որ բաների զարմանում եմ ես։ Կամ միջև այդ հայ ժողովրդի մասին ինչ որ բաներ է ասում ռուսերեն ոչ հայերի համար եւ այնտեղ արդեն ադրբեջանցիների հետ խնդիրներ եւ հարցեր ունեն լուծելու։ Հիմա բոլորը տանում եք այն ինչ որ դեզ մոտ լավ ստացվում է, բոլորը տանում եք այն ինչ որ սիրում եք եւ բոլորը տանում եք դա սիրով եւ ձեզ մոտ դա ստացվում է։ Այսինքն շունը եւ պոչը երջանիկ են։ Բայց մենք ապրում ենք մի այլ առօրյայում, որտեղ այսօր տրանսպորտի հարցերն են քննարկվում, ցեղասպանության հարցերն են քննարկվում, դեկլարացիաների հարցերն են քննարկվում, բայց չեն ասի Համլետ, նստած ես, ժպտում ես, փիլիսոփայում ես, մի հատ ցեղասպանության մասին ինչի՞ չես արտահայտվում։ Արևիկ ջան, հերիք չի այդ կրեմերից այդ խոսած, բայց տրանսպորտի թանկացումը քեզ չի վերաբերվում։ Գորջան, կոնկրետ իմ էջը հետևող մարդիկ այնքան բան են տեսել ու լսել։ Դա Այնքան որ ոչ մի տենց lifestyle influencer-ի էջում, ոչ մի չէ, շատ քչերի էջում կարելի է գտնել այդ ամենը, որի արդյունքում բնականաբար տարբեր ռեակցիաներ են լինում, այսինքն կոնկրետ ինձ այդ ուղղված երևի թե չի կարող լինել, որովհետև ես պարբերաբար այնպիսի հարցերի մասին եմ խոսում, որ երևի խնամքի մասին խոսածողը պետքա չխոսա։ Ես դա եմ ասում, բա որտե դիսոնանս եւ կոգնիտիվ դիսոնանս չի առաջանում այդ։ Տեսնում եք ինչ լավ է, որ մենք ունենք համացանցում մեր համախոհներին, մեր այսպես ասած ընտանիքը, որ ինչի մեջ մենք լինում ենք, մենք իրար հետ ենք։ Ու ես հենց այս վերջին րոպեների ընթացքում մտածում եմ, ինչ հաճելի է, որ օրինակ ես մտածում եմ, որ ես ինտերնետում, Instagram-ում կոնկրետ ասեմ, ունեմ այդ մարդկանց, ովքեր իմ հետ համ կրեմի մասին են քննարկում, համ երբ ես անհանգիստ եմ որևէ շատ կարևոր թեմայով, իրանք էլի իմ հետ են։ Եվ չեն պահանջում այդ ժամանակ կրեմի մասին Արևիկից։ Չկա, այդ այնքան լավ է, դու ունեցիր այսքան հետևորդ, բայց իրանք քո հետ լինեն նույն էջի վրա։ Հիմա հարցը հետեւյալն է. լսում եք ականջի ծայրով կամ աչքի ծայրով կարդում եք, ձեր վրա դա ազդում է, ինչ են ձեզանց ուզում, թե դուք անում եք այն, ինչ որ դուք անում եք։ Գոր
Ռուբենը մի հատ շատ կարևոր բան ասաց story-ների հետ կապված։ Ինձ թվում է մետայում մարդիկ երբ հորինել են այդ feature-ը, ու անունը են story-ներ, պատահական չեն արել, որովհետև իրականում մենք հարերի հայտնի տեսությունն է մեր ժամանակների ամենամեծ մտածողների, չէ՞, որ մենք պատմություններով ենք կապվում իրար։ Ու այդ նույն story-ների գաղափարը եկել դարձել է ինչ որ թվային գործիք, հա։ Ու իմ լսարանը օրինակ ինձ հետ կապ ձևավորում է այդ պատմությունները, որոնք ես պատմում եմ, այդ story-ները, որոնք ես տեղադրում եմ ամեն օր։ Ու իմ լսանի դեպքում սպասելիքը հենց այդ ձևավորված կապի ու այդ story-ների շրջանակում է։ Ես էության պապա քաղաքական եմ օրինակ, եւ քաղաքական քննարկումները շատ անձնական տիրույթում են արվում եւ ոչ հանրային։ Բայց քաղաքականություն չի։ Չէ, օրինակ եմ ասում, եւ իմ էջում օրինակ նման բովանդակություն, նման story-ներ, նման պատումներ երբեք չեն եղել։ Հետևաբար իմ դեպքում ես նաեւ չեմ ստացել օրինակ պահանջ կամ արձագանք այն մասին, թե ինչու ես չեմ խոսում այս կամ այն թեմայի վերաբերյալ։ Հավաքականից դուք եք ձեր սպորտի հետ ընդհանրապես կապ չունեմ, իմ լսարանը դա գիտի շատ լավ եւ հա եւ չկա նաեւ այդ պահանջը։ Դա էր ասածս այդ է։ Դակ Ռուբեն Ինձ մոտ 1-2 դեպք ա եղել նման, այնց բան եմ կարծում, որ ցանկացած ժամանակահատվածում էլ, ну, կամ ասենք ասենք միշտ երկրում ինչ որ խնդիր կա։ Եթե անդադ երկրում աշխարհում, այո, Երևանում, եթե անդադ խոսես այդ խնդիրներից կամ անդադ ամեն մեկը իրան անհանգստացնող ոլորտն ունի, եթե դու ամեն անգամ դրանից խոսես, դու ոնց որ էլի են անհատականության հարցն է գալիս, լրիվ էջդ կդառնա ուրիշ բան։ Բայց կան իրավիճակներ, միգուցե որոնցից օրինակ, որը եղավ 20 թվին պատերազմը, որին արդեն բոլորն են խոսում դրա մասին կամ բոլորն են որոշակի նախաձեռնություններ իրականացնում, ստեղ ոչ թե մենք խոսում ենք, ну, կարծում եմ մեծամասնությունը խոսում են ոչ թե նրա համար, որ չասեն իրեն խի չես խոսում, այլ դրանք այնպիսի իրավիճակներ են, որոնք արդեն քո հոգեբանությանն են կպնում կամ քո մարդ տեսակին են կպնում, քո story-ն են։ Հա, ու դու դա քո կյանքի մի մասն է։ Այո, ոնց որ չեմ կարծում էլի երկրում ինչ որ տենց նման մասշտաբի ինչ որ բան լինի ու որևէ մեկը ասի ես ձեռնպահ եմ մնում, բայց եթե մենք խոսում ենք համաձայն եմ շուտ փոքր ավելի քաղաքական կամ թեկուզ ապաքաղաքական, բայց փոքր տեղային խնդիրների մասին, ամեն անգամ դրա մասին խոսել է կամ լսել է մարդիկ, թե մարդկաց բողոքները թե խի չեք խոսում, ես կարծում եմ մի քիչ կազդի ինֆլուենսերի առանձնահատկության վրա։ Բայց այս հարցը տեղին էր, որովհետև այդ պահանջը իրականում կա։ Ընդհանուր առմամբ այդ պահանջը կա եւ մենք ունենք հակումը որպես հանրություն անդադար մեր ակնկալիքները կապելու, հա, դիմացինի վրա, ու դա նաև տարածվում է ինֆլուենսերների վրա։ Յուրաքանչյուր միգուցե բացի մեր 4-ից մարդ մեր երկրում համարում է, որ ինքը իրավունք ունի, ինչ որ մեկին գնա, որին որ չի ճանաչում։ Մենակ Instagram-ում է ճանաչում այդ մարդուն կամ տեսե, գնա եւ իրեն ասի ինքը ինչ պետք է անի, ոնց պետք է մտածի, ինչ պետք է ասի, երբ պետք է ասի, հասկանում եք։ Ու մենք ապրում ենք այդպիսի հասարակության մեջ։ Դրա համար, եթե դուք կարողանում եք լինել ոչ թե վերև կամ ներքև այդ ամեն ինչից, այլ դուք ձեր մակարդակի, ձեր level-ի վրա, ուրեմն դուք ինձ նման հանգիստ քնում եք։ Որտեվ ես շատ դեպքերում, ես իմ մասին եմ խոսում, ոչ մեկին չնեղացնեմ կամ ձեզ հանկարծ դուք խնդիրներ չունենաք ձեր bubble-ի մեջ ապրող մարդկանց հետ, ես շատ դեպքերում ասում եմ, որ ես թքած ունեմ, ժողովուրդ ջան։ Ես չեմ անելու այն ինչ որ դուք ուզում եք ես անեմ։ Ես անում եմ այն, ինչ որ ուզում եմ ես անել։ Որ իրականում դա շատ ճիշտ վիճակը օրինակ քո դեպքում, որովհետև դու քո անցած ճանապարհով, դու քո տեսակով, կյանքով, ապրածով մի հատ կետում ես, որ դու գիտես, որ դու ինչ անում ես, ինչ ես անում։ Ու հանգիստ ես, ինքնավստահ, ճիշտ գնում ես առաջ։ Բայց շատերի վրա իհարկե կարող է դա ազդել։ Ու այդ գնա ասի, կարող է գնալ ասելը, երբ որ ֆիզիկական գնալ ասելուց բիսեդկայից տեղափոխվեց համացանց, այդտեղ մի հատ շատ վատ բան սկսվեց հենց մեր դեպքում, փոքր ազգի դեպքում դա շատ ինձ թվում է ոչ լավ բան է։ Ցավալի է, բայց փաստ է, որովհետև երբ որ ժամանակին մարդիկ յուրաքանչյուր բառի համար պետք է պատասխանատվություն կրեին, այսօր ցավոք սրտի դա այդպես չի, բայց դա այլ թեմա է։ Բոլորս հասկանում ենք, որ այսօր ինտերնետը թույլ է տալի շատ արագ գումարներ վաստակել եւ աշխատել եւ բոլորը տեսնում են թե ինչպես է դա արվում եւ ձեր բոլոր էջերում այդ գովազդային ամեն 4-րդ կամ 5-րդը փարկաստու թողնի ամեն երկրորդը գովազդային է, չէ՞, այդքան չեք ուզում։ Կառավարում եք այդ հոսքերի միջելուց։ Անպայման, որովհետև եթե չկառավարենք, մենք կվերածվենք ուղղակի գովազդային բլոգի, օրինակ, որը հաստատ անհետաքրքիր է լինելու լսարանին։ Բարի։ Կարող եք
ազնիվ խոստովանել, թե ինչքան գումար եք միջինը վաստակում մեկ ամսվա մեջ ձեր գործունեությամբ, տարվա մեջ, մեկ շաբաթվա մեջ, ոնց հարմարացնում։ Չգիտեմ տղաների ոնց, ես ինքս երբեք դա չեմ ասի, որովհետև առհասարակ ֆինանս քննարկելը նույնիսկ մարտիրամտերիմների հետ իրականում։ Բայց մենք մտերիմներ չենք։ Նույնիսկ, բայց մտերիմները նայում են։ Չէ, իրականում իհարկե գովազդը կա համացանցում ու շատ լավ է, որ գովազդը համակարգված է, ճիշտ ձևով է։ Լավ, Արևիկին այլ կերպ հարց տանք։ Արևիկին, որ ուզենանք ինչ-որ մի բան գովազդի իր էջում, դա ինչքան գումարից է սկսում։ 1 միլիոն դրամից է, ավելի թանկ է։ Չէ, Գորջան, 1 միլիոն դրամից չէ, ես շուկային շատ ծանոթ եմ, բայց չեմ կարծում տենց այդ թվերն են շուկայում, ես ուրիշների գնացուցակ չգիտեմ, բայց բաներ կան, որոնք իմ համար օրինակ կարևոր են, որը կարող է քեզ հետաքրքիր լինի, թիվ չեմ ասելու Գորջան, բայց հետաքրքիր բաներ կարող եմ ասել, օրինակ իմ համար շատ կարևոր է, որ չլինի այնպես, որ մի պրոդուկտ է, չէ, ես գովազդն է պրոդուկտ, մեկի համար լինի X, մեկի համար 10X, օրինակ դա իմ համար շատ կարևոր է։ Ես շատ հաճախ անում եմ նվեր, շատ հաճախ տեսնում եմ սա լավն է, բնականաբար իմ կողմից ուղղակի եմ անում, բայց եթե խոսքը գովազդի մասին է, ես այդ որ ինչ որ մեկին այսքանով, մեկին այնքանով, չէ, դրանք դա արդեն ոնց որ քննարկված, ճիշտ է ասած, այո, որը որ 1 միլիոնից քիչ է։ Նու ես ուրիշների համար չեմ կարող ասել իմ։ Լավ, տղաներ, դու կարող խոստովանել ինչքան գումար եք վաստակում։ Ես անկեղծ ասեմ, Որ այսպես որ գնա մենք էլ քո աշխատավարձն ենք հարցնելու։ Խոստովանության հարց չի, բայց շատ բան է, ֆիքս չի, որովհետև կարա մի ամիս կա 1 գովազդ, մի ամիս 4, եւ դու մի ամիս աշխատես 100,000 դրամ, մի ամիս 1 միլիոն։ Բայց սա էլ էր պայմանական թվեր։ Այն 1 միլիոնը կարա լինի, էլի, բայց մի գովազդի չէ։ Հա, մեկից չէ, այո։ Ու նաև իմ դեպքում ես հիմնականում փորձում գովազդները նկարանել բանով, տեսախցիկով, ոչ թե հեռախոսով, ու ստեղ նաև գալիս է լինում որ դերասան են վարձում։ Այսինքն ծախսերը շատ անում են։ Հա, կան ծախսեր, օպերատորի ծախսը, լինում է մոնտաժ։ Բայց գովազդատուն տալիս է քեզ X գումար միշտ։ Թե դու ոչ ես դա Չէ, այդ էի ասում, որ կարող է գովազդի բարդությունից ես ավելի գումար ասեմ։ Հասկացա։ Եվ այդ գավել գումարը գովազդատուն վճարում է, որ դու Իհարկե։ Ցանկացած մարդ ով որ էս բնակավարումը ու սիրում է կիսվել, իսկ եթե դու այ ինֆլուենսերը իմ համար են մարդն ով սիրում է պատմել, կիսվել, դու բնական է լավի մասին էլ, վատի մասին էլ կիսվում ես։ Ու եթե ես ասում եմ, որ չգիտեմ, տվյալ հյութը, ջուրը, մանկապարտեզը ինձ դուր է եկել, դա չի նշանակում, որ քեզ գումար են տվել։ Իհարկե։ Իսկ ոնց հասկանանք, տվել են թե չէ։ Դա այնքան հստակ ինձ մասնագետները երբի հստակ հասկանում են։ Սա գովազդ է, սա օգնություն է, սա բարեգործություն է։ Արևմտյան աշխարհում այդպես անում են արդեն, partnership-ները այո, այդ նագրվում կողքը, այո։ Գուցե մենք էլ մի օր կսկսենք այդպես անել։ Ինչքան գումար եք դուք վաստակում, թե դու քիչ եք ասում։ Ես էլ չեմ խոսում գումարի մասին։ Լավ, գոհ եք ձեր վաստակած գումարներից։ Ինչ կարելի է այդ գումարներին գնել, ավտոմեքենա, տարին մեկ անգամ կարող եք գնալ Եվրոպա, ինչի համար պայքար են մարդիկ, որոնք ունեն երիտասարդ 15 տարեկան աղջիկ կամ տղա, որը որ գրում է, գիտելիքներ ունի եւ ինքն էլ է ուզում իրեն, չի հասկանա ինչի համար է գրում։ Մենք նայեք, մենք գիտենք ֆուտբոլիստները ինչքան փող են, մենք գիտենք Մեսսին ինչքան է փող ստանում ստորի համար կամ Քրիստիանո Ռոնալդո, բայց չկարողացանք իմանանք Ռուբենը, Համլետը եւ Արևիկը ինչքան։ Բայց այն երեխան, որ ուզում է ինչ որ մի օր դառնալ այնքան հայտնի ֆուտբոլիստ, որքան Մեսսին է, օրինակ, չի մտածում այն մասին, թե Մեսսին ինչքան գումար է աշխատում, կարծում եմ առաջին հերթին մտածում է, որ ֆուտբոլը իր կիրքն է, մի բան, որով ինքը ուզում է զբաղվել։ Ինֆլուենսինգը կարող է դառնալ կիրք։ Իհարկե, եթե դուք այսինքն նույն սկզբունքը կիրառելի է այստեղ, ես չեմ կարծում որ պետք է ուզենալ դառնալ ինֆլուենսեր, բլոգեր կամ մարդ, ով թվային տիրույթում գործունեություն է ծավալում, որպեսզի մեծ գումարներ աշխատեք։ Ոչ։ Ինձ թվում է այս դիսկուրսը ընդհանրապես բլոգերների հետ, բլոգերների եւ բլոգերների ֆինանսների եւ հարկերի հետ կապված, ես չեմ հասկանում ինչ որտեղից է սկսվել այս կենտրոնացումը, հա, մեր ոլորտ եւ որովհետեւ մարդկանց թվում է որ դուք բավականին բանալի բառ։ Հիմա ես ուզում եմ դա բացահայտել, որ դա իրականում տես։ Հիմա տեսեք, մենք վստահաբար ավելի մեկ ու մարդիկ ասում, Չէ, մենք վստահաբար ավելի շատ գումար չենք աշխատում, քան օրինակ չեմ լավ բիզնեսմենները, հա։ Եկեք մտածենք, որ կարելի է դառնալ լավ բիզնեսմեն ու այդպես լավ գումար աշխատել։ Ինչու ենք կենտրոնացել նրա վրա, որ բլոգերը պարտադիր այն մարդն է, որ մեծ գումարներ է։ Ես ասեմ ինչի, որովհետեւ լավ բիզնեսմենները քանի հոգի կարող եք, լավ 10 հոգի, իրենք ուղղակի հանրային չեն,
իրեն, իսկ մենք հանրության առաջ ենք, դա է տարբերությունը։ Բայց իմ ասածն այն էր, որ ինչպես ցանկացած մասնագիտության կամ ոլորտի ու գործունեության մեջ, այնպես էլ մեր ոլորտում դու այսինքն գումարը սկսում է գալ եւ ֆինանսները սկսում են առաջ գնալ այն դեպքում, երբ դու սիրով ես անում քո գործը ու որոշակի արդյունք ես տալիս ու հաջողության ես հասնում։ Այդ նույն գումարները, որոնք մարդիկ աշխատում են բլոգինգով, կարելի է նաեւ այլ ոլորտներով աշխատել, հասնելով մեծ հաջողության։ Reels-ներ էլի, փաստորեն։ Այս կկտրեմ, հետո կտեղադրեմ իմեջում, շնորհակալություն։ Հարցը այդ ձևակերպ է, որ փորձեմ ձեզանց ինչ որ բան քաղել։ Երեքդ էլ այլ գործունեությամբ եք զբաղվում, չէ՞։ Սցենար, գրել, գրքեր, Արևիկը չէ։ Ես ավելի քիչ ունեմ պրոյեկտներ, որոնք ուրեմն տղաներին ասեմ, Արևիկն ավելի քիչ։ Դուք ձեր այլ գործունեությամբ նույնքան գումար կարողանում եք վաստակել, ինչքան որ ինֆլուենսեր լինելով։ Վաճառելով ձեր գրված գրքերը, ձեր գրված սցենարները։ Նույնքան է էլի հարաբերական է, բայց ես այլ բան կարամ ասեմ, որ մեկը մյուսին շատ է օգնում։ Այս դեպքում հատկապես եթե դու ունես լսարան, ինչ բիզնես անես, ինչ պրոյեկտ անես, շատ արագ ես ավելի իրան սպառողին հասցնում, քան եթե դու չունենայիր ոչինչ։ Ես իմ հիմնական աշխատանքներով բլոգինգից դուրս միշտ զուգահեռ գումար, այսինքն զուգահեռ է դա շատ առանձնապես ամսից կախված կարող են փոխ լրացնել, այսպես ասեմ։ Այնպես որ մարդիկ, որոնք որ ձեր դեկլարացիաները կարդալու են, շատ զարմացած են լինելու շուտով։ Արևիկ, դու ինչ կասես։ Մենք այնքան թափանցիկ ենք, ինձ մոտ տարիները մեզ կարդում են ու շատ թափանցիկ ենք, ես իմ մասին կարող եմ բլոգերների պարագայումը շատ թափանցիկ եւ շատ հեշտ, որտեվ կարելի է դիտել։ Ուղղակի պետք է մարդիկ հասկանան դուք ինչքան եք մեկ Կոր իրականում ես հասկանում եմ եւ վերջ։ Հետո արդեն մնացածը մաթեմատիկա է։ Քո հարցը երկու մասից է բաղկացած։ Մի մասը, որ իրոք ուզում ես ինչ-որ մեկս թիվ ասի, որը չենք ասում, բայց երկրորդ մասը, որ կարելի է առանց թիվ ասելու, ասել, որ օրինակ ես կարծում եմ, որ այո, ինֆլուենսերներն ու բլոգերները միջին վիճակագրական աշխատավարձի հետ համեմատած այո վատ չեն աշխատում եւ Հայաստանում եւ աշխարհում եւ շատ-շատերին թվում է որ դա ավելի հեշտ գումար է միգուցե դա է պատճառը որ մարդիկ չեն ուզում դառնալ ճարտարապետ մտածում են որ այ ինֆլուենսերը ավելի հեշտ ու արագ է կարողանում գումար աշխատել բայց այստեղ այնքան գործոններ կան քանիսից է մեկը հաջողում այդ հաջողությունը ինչքան է տևում այդ հաջողությունը ինչքան կարա հետո նույնձև անհաջողություն այնքան հարցեր կան բայց եթե համեմատենք միջին վիճակագրական աշխատավարձի հետ երևի թե ամբողջ աշխարհում է այդպես որ Երևի դրանից բարձր է, ես չգիտեմ այտենց լրիվ թվերով։ Բայց լավ ճարտարապետը ավելի շատ է վաստակում վստահաբար, քան վատ բլոգերը։ Ֆիքսենք կամ լավ երաժիշտ։ Կամ վատ բլոգերը։ Մի հատ շատ կարևոր բան էլ կա, կարծում եմ թե ինչ են մարդիկ ուզում բլոգինգով փող աշխատել, դա հայտնի դառնալու մոլուցքն է։ Իսկ ինչու է դա ինչ է հիվանդություն։ Դա գրավիչ շատ թվում է բայց դա նոր ինչ որ մի բան է։ Ես հիշում եմ, որ ուսանողական տարիներին, երբ ես սկսեցի առաջին քայլեր անել հեռուստատեսությունում, դա տես չի որ ինչ որ շատ լավ բան էր։ Այսինքն ինչ որ մարդիկ կար ում համար դա լավ էր, բայց նաև այն էլ կար, որ տելևիզորի մեջի աղջիկ, այսինքն դու այդ փուլն էլ պետք է անցնեիր։ Իսկ հիմա այդ փուլը չկա։ Դու գիտես, առաջ հայտնի դառնալը շատ ավելի դժվար էր։ Հիմա կարելի է ուղղակի մի անգամ ինչ որ միտեղ մի բան բղավել, հանկարծակի քեզ ինչ որ մեկը նկարի ու վերջ։ Ու դու դառար հայտնի դեմ։ Այն շատ խոսեցիք ձեր հետևորդների մասին, բաբլի մասին, կղզիների մասին։ Ովքեր են այդ մարդիկ։ Յուրաքանչյուրդ կարող եք 5 բառով, 7 բառով նրանց նկարագրել։ Հա, ինձ թվում է մենք կարող ենք, չէ՞։ Մենք ունենք անգամ վիճակագրությունը մեր էջում, թե այդ մարդիկ ովքեր են, ինչ տարիքային խմբի, որ քաղաքում սերային պատկանելությունը իրենց տոկոսային հարաբերությամբ եւ այլն, այսինքն այդ պատկերը շատ հստակ ու բարձր։ Եվ ովքեր են միջին ձեր հետևորդները։ Օրինակ ես մինչև առաջին գիրքը հրատարակել ես, եթե գրքի իստորիա անում, դա ավելի քիչ արձագանքներ ստանում, քան երբ որ ես հիմա ունեմ գրքեր գրած։ Այսինքն կախված գործունեության տեսակից տրանսֆորմացվում է նաև այդ լսարանի արձագանքները կամ դրանց ծավալները։ Բայց ինձ օրինակ հետաքրքիր է ձեր հետևորդները ձեր դեպքում հիմնականում էլի աղջիկներն են։ Իմ դեպքում երևի 85% աղջիկ։ Կանայք են, առհասարակ կանայք ավելի ակտիվ օգտատեր են։ Եվ ինձ թվում է կանայք ավելի ակտիվ են։ Ակտիվ են, այսինքն եթե լայքում է, երևում է, բայց տղամարդը կարող է դիտի եւ չլայքի։ Չէ։ Բայց բաժանորդագրվելուց երևում է, չէ՞, թե տղամարդ։ Չէ, նայ կա ինֆլուենսեր, ով ինֆլուենսեր լավ չասեն, կա մարդով կոնտենտ անում եւ լավ կոնտենտ չի անում, օրինակ, ու ես գիտեմ, որ իրան մեծապես տղամարդիկ են։ Չգիտեմ որտեղ է իհարկե բացատրությունը, բայց վատ կոնտենտ ավելի շատ սպառում են տղաները։
Վերջին թեման, որ ուզում եմ որ քննարկեք, բարձրաձայն, դուք պատասխանատու եք այն մարդկանց համար, ում համար այդ ամենը անում, ում ընտելացել եք, այո, իհարկե, Saint-Exupéry-ին հիշեցինք, իրոք պատասխանատու եք թե ոչ։ Եվ ինչպես է դա արտահայտվում։ Իհարկե։ Ու այս այդ 24 ժամ անհանգիստ բան են, որ խոսում էինք ամենասկզբում, հենց դրա մասին է, այո։ Սա չափազանց մեծ պատասխանատվության մասին է, որովհետև քո ամեն ասած բառ, տառ, համագործակցություն, ամեն ինչ, թե համացանցում, թե համացանցից դուրս քո կյանքով արդեն մեծ պատասխանատվություն է ենթադրում, որովհետև դու ես ու վերջ։ Այսինքն, եթե էլի հեռուստատեսության հետ համեմատենք, ինչ որ մեկը սցենար չի գրում, ինչ որ մեկը չի որոշում, այդ ամեն ինչը, դա դու ես։ Ու դու ունես մեծ պատասխանատվություն։ Քո վրա ժամանակ են ծախսում։ Դուք հասկանում եք ամենաթանկ բանը այսօր ժամանակն է։ Ժամանակ են ծախսում, քեզ լսում են։ Ուրեմն այնքան իմ համար, ես ինձ եմ ասում, պետք է ունենաս այնքան լրջություն, պատասխանատվություն, որ այդ մարդկանց ժամանակը դրականով կարող է դա լինի ինչ որ թեթև ուրախացնող մի բան, կարող է լինի ինֆորմացիա, բայց դրականով լցնել։ Իսկ այդ որ ասում ենք միջև տղաների շարունակեմ էլի միտքը, այդ որ ասում ենք պատասխանատու ենք, նաև եթե սխալ ենք, դի պատժվենք, չէ՞, ըստ երևույթի։ Դե համացանցի կանոններով դա չեղարկման հոգեբանորեն պատժվենք։ Դե անֆոլո կանեն։ Չեղարկման մշակույթն է։ Պատիժ է, անֆոլոանել պատիժ է։ Ավելի լուրջ պատիժներ կան, cancel culture-ը, ամենամեծ պատիժն է, չեղարկման մշակույթը, երբ քեզ չեղարկում են։ Նոր ոճակա հայտնվել։ Չէ։ Այ ամերիկացի շատ հայտնիները անցել են դրա միջով։ Միցած Հայաստանում կա այդպիսի բան։ Կարծում եմ այո։ Այո։ Կա։ Ես հիշեցի դեպքը, իհարկե կա։ Եթե կարող ենք ասել, Չեմ կարծում արժի, բայց իհարկե Հայաստանում էլ կա։ Ինձ թվում է փոքր երկրներում դա ավելի սուր ու վտանգավոր է։ Չէ, բայց մեծ երկրներում է շատ ավելի կործանված։ Մեծ երկրում ֆինանսապես է ավելի վատ ինձ թվում է։ Լավ, դանել դուք ինչ կասեք, ինչպես եք դուք ձեր պատասխանատվությունը զգում եւ օգտագործում։ Դե շատ པարզ, եթե նայենք, Շատ པարզ։ Այն ինչը մենք անում ենք ինֆլուենսինգը, ինքը բիզնես գործիք է, ու պատասխանատվությունը օրինակ սկսում է այնտեղից, որ իմ մասով ես չեմ վերցնում գովազդ, որը գիտեմ, որ թեկուզ մի փոքր վնասելու է որևէ մեկին։ Այս պատասխանատվության ըստիս այդ այն ամենը ինչ անում եմ, ամենամեծ դրսևորումն է եւ դրանից արդեն առանձնացող ավելի փոքր տեսակի բաները, որոնք ստորիում խոսքը ոնց լինի կամ չգիտեմ կոչը ոնց լինի, որ հանկարծ ինչ-որ խմբի չվնասի։ Այս ամենի մասին է կարծում պատասխանատվությունը։ Շատ տարբեր բաներ չեմ ասի գործընկերներիցս, ուղղակի երևի ամենաշատը դա դրսևորվում է գաղափարների մեջ, որոնք ես տարածում եմ, շատ լուրջ պատասխանությամբ եմ մոտենում այն ամենին, ինչ որի մեջում տարածելի է դառնում, այսպես ասեմ։ Գաղափարների մասին առաջին հերթին, որովհետև ուղղակի իմ բլոգը այդ ուղղվածությամբ է։ Իսկ այդպես այդքան պատասխանատու ապրելը դժվար չէ։ Թե չեք էլ մտածում, ուղղակի դա դաստիարակություն է, ապրելակերպ է։ Որ դուք ասեցիք, ես եմ խորացա իրականում, բայց ես երբեք դες չեմ խորացա։ Հիմա միգուցե ես է գնա ինչ որ podcast ինձ հարց տա, ես սկսես խելացի բաներ ասել, բայց էլի նորից եմ ասում, միգուցե կարելի ավելի հեշտ պատասխան։ Իրականում այնպես չի, օրինակ ես իմ կողմից ասեմ, որ դա տենց աննկատ է ու շատ հեշտ է։ Օրական չունես տենց ժամ, որ նստում ես 17 րոպե, մտածում ես նրանց մասին եւ ասում ես անելուց առաջ ես մտածում։ Բայց ոչ առանձին ժամերի։ Շնորհակալություն ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար։ Ես համոզված եմ, որ մեր այսօրվա զրույցը այնպիսի զրույցներից էր, որի վերջում վերջակետ չեն դնում են բազմակետ, որտեղ մնում են հարցեր, եւ ես ուզում եմ, որ դուք կոմենտներում գրեք, թե ով է նրանցից ավելի համոզիչ, Համլետը, Ռուբենը, թե Արևիկը։ Ներազդող։ Ում հետ կգնայք հետախուզությամբ, այսպես կարող ենք հարցը ձևակերպել։ Բայց Գորլերով բլոգերը։ Ես էլ, բասորում եմ դեզանից։ Զանգակին սեղմելը։ Դեզանից սորում, այ, զանգակին սեղմեք, լայք եք, սրտիկ դրեք, կիսվեք, բաժանորդագրվեք, այդ ամենը ձեր հերթական քայլերն են դեպի դրախտ։ Դեպի digital դրախտ ամենայն դեպքում։ Իսկ իմիջիալոց վերջում հավատում եք դժոխքին եւ դրախտին։ Հավատում եք, որ վատ ինֆլուենսերները արվելու են դժոխքում, իսկ լավերը գնալու են դրախտ, թե Այդ մյուսը չգիտեմ, ընդհանուր ես հավատով մարդ եմ, հավատում եմ դժոխքին ու դրախտին, բայց ինֆլուենսերների մասով չգիտեմ, իսկ թվում է իրանք կարող է ավելի վատ տեղ գնան քան դժոխք։
Ավելի վատ տեղեր եկան։ Դանտեն ամեն ինչ չի պատմում ես։ Так, Արևիկ դուք հավատում եք, որ նրանք դժոխք են ընկնելու։ Հավատնել է այն թեման, որի մասին ես չեմ խոսում, ինչպես իրացնել է։ Չէ, հավատքի մասին հանգիստ կարող եմ խոսել։ Ինձ թվում է դա մենակ համացանցը չի։ Մարդ եթե անում է մի բան, որը ուրիշին կարող է վնասել, դա էլ մի քիչ այնքան բարդ թեմա է։ Գիտակցաբար, եթե կարող է ուրիշներին վնասել, դա լավ չի։ Լավ չի։ Դա լավ չի։ Դա անգամ կրեմերը չեն օգնում այդ դեպքում։ Շատ པարզ նախադասություն, դա լավ չի։ Հիմա մեկը այդ լավ չի հետ հանգիստ ապրում, մեկը այդ լավ չի հետ վատ ապրում։ Համլետ դուք ասեք եւ Դժոխքի եւ դրախտի մասին պատկերացումները հաստատ հաղորդման վերջում ամփոփելու բան չէ։ Առանձին մի օր խոսենք։ Բայց իրականում ինձ թվում է, որ եթե մարդը իր ներսում ունի ասելիք եւ քնելուց առաջ միշտ մտածում է նրա մասին, ինչ արեց այսօր, ինչ չարեց, ինչ ճիշտ արեց, ինչ սխալ արեց, դա էլ է կարեւոր բան։ Եվ հույսով եմ, որ այս զրույցից հետո յուրաքանչյուր ինչ-որ բան կփոխեք ձեր կյանքում եւ ձեր կյանքը կվերածվի էվոլյուցիայի։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Վերջ Որպես ինֆլուենսեր։ Մենք ունեցանք այդ նոր